Եթե ուզում եք ուղղակի պատկերացնել, թե ինչ տեսք կարող է ունենալ կամ ինչ տեսք ունի չարի սպասավորը սատանայի ծառան, ապա նայեք Նիկոլ Փաշինյանի պատկերին։ Նոր քաջագործություն, նոր սադրանք եւ արդեն մեծ սադրանք, որևէ հայ առաքելական եկեղեցու գործիչ, հոսանք, ուղղություն այսպիսի բան չի արել, նույնիսկ թշնամիներն այսպիսի բան չեն արել։ Սա ուզում է մասնակցել, այս պղծությունը ուզում է մասնակցել կարգալույծ եղած հոգևորականի պատարագին։ Այս ինչ է, դու պիտի օհանավանքը քո վարսկաններով շրջապատես եւ զենքի օգնությամբ փորձես հոգևոր կյանք մխրճվել, մեծագույն սադրիչի կեցվածք է այն, ինչի մասին խոսում է այսպես կոչված վարչապետը։ Դու հոգևոր հետ ինչ կապ ունես այ ողորմելի։ Դու ինչ կապ ունես պատարագի հետ։ Դու երբ ես վերջին անգամ ապաշխարել, երբ ես ներողություն խնդրել, որ չընդունելով խախտելով օրենքը, չընդունելով իմ ներկայացրած նախագիծը, դու այսքան փորձանքներ բերեցիր մեր ժողովրդի գլխին։ Դու չէիր հասկանում, որ դա որակ է։ Հասկանում էր, բայց քո սատանայական էությամբ այդ որակի դեմ էր պայքարում, իսկ որակ պետք է դերակատար լինելու համար։ Քո նմաններն են մեր պատմության վճռական փուլերում ասպարեզ են եղել հիմնականում եւ ոչ հոգեվորական Գևորգ կաթողիկոսի նմանները։ Եվ այդ պատճառով ենք մենք այս վիճակում։ Հիմա դու գնում ես որպես հոգևոր մարդ մասնակցելու պատարագին։ Հավեր ունեմ, դրանց ծիծաղն եկավ։ Նիկոլը հոգևոր մարդ։ Նիկոլ ոչնչությունը հոգևոր առումով, որակական առումով հոգևոր մարդ։ Անգամ անունը չտվեցին։ Վատիկանում բոլորի անունները տալիս էին պատվիրակների։ Դու Հայաստանը իր ներկայացնում անունդ անգամ չտվեցին։ Հիմա գամ արմատականին։ Աստուն, կեսարին է կեսարին, ասում է Հիսուս Քրիստոսը։ Դու փնթի, դու ով ես որ մասնակցես խառնվես Աստծո գործերին։ Անկամ եթե ես շատ բարձր կարծիք եմ այդ հոգևորականի մասին, նա կարգալույծ է եղել, կարգալույծ է արված իր վերադասի կողմից, կա կարգ եւ այդ կարգը ամեն ինչից վեր է։ Որտեղ չկա կարգ, այնտեղ չկա համակարգ, որտեղ չկա համակարգ, այնտեղ քաոսն է տիրում։ Դու քաոսի կողմնակից ես։ Ուրեմն հայ առաքելական եկեղեցու առաջնորդը նշանակել է այդ հոգևորականին, հայ առաքելական եկեղեցու առաջնորդը հեռացնում է այդ հոգևորականին։ Նույնիսկ եթե ես շատ լավ կարծիքի լինեմ նրա մասին, պիտի հստակ ասեի, կատարիր կարգը։ Եթե նույնիսկ ոչ այնքան բարձր կարծիքի լինեի վեհապարի մասին, նույնպես կասեի վեհապարի ասածը հոգևոր ոլորտում հայ առաքելական եկեղեցու համակարգում խոսք է։ Դու որպես կեղտոտ սադրիչ, որպես լակոտ, պատկերացնում եք, սադրիչ քաղաքական լակոտ, գնում ես մասնակցելու խառնվելու Աստծո գործերին։ Հայ մարդիկ իմացեք, որ կրկնում եմ, եթե ուզում եք հասկանալ, թե ինչ տեսք ունի սատանայի ներկայացուցիչը, սատանա լինելու համար շատ ճղճիմ է։ Սատանայի ոչինը ինչ տեսք ունի, նայեք Նիկոլին, եւ կիմանաք, թե ով է փորձում ձեր ճակատագիրը տնօրինել։ Տեր Աստված, ինչու ես մեր ժողովրդին պատժում այսպիսի տականքներով։